Ղուկաս 15 Կորած ոչխարի և կորած դրամի առակը։ Եվ բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին, որպեսզի լսեն նրան։ Փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին և ասում. «Ինչու է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։ Հիսուս նրանց այս առակն ասաց. «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ 100 ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի 99-ին և չի գնա կորածի հետևից, մինչև որ այն գտնի, և երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրա խնդությամբ և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. «Ուրախացեք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը»։ Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Կամ ո՞վ է այն կինը, որ երբ 10 դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը փութով ու չի փնտրի, մինչև որ գտնի, և երբ գտնի, կկանչի բարեկամներին ու հարևաններին ու կասի. «Ուրախացեք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրամը»։ Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է։ Անառակ որդու առակը։ Եվ ասաց. մի մարդ 2 որդի ուներ, նրանցից կրտսերը հորն ասաց. «Հայր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին և սա ուղարկեց նրան իր ագարակը խոզեր արածեցնելու։ Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Ապա խելքի եկավ և ասաց. «Քանի վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու. ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը»։ Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ, և մինչ դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց, վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։ Եվ որդին ասաց նրան. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»։ Հայրը իր ծառաներին ասաց. «Անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը և հագցրեք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին կոշիկներ բերեք, պարարտ եզը մորթեցեք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց, և սկսեցին ուրախանալ»։ Իսկ նրա ավագ որդին ագարակում էր, և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը, և իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե այդ ի՞նչ է,
Եվ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան»։ Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել, իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց և ասաց հորը. «Այս քանի տարի է, որ ծառայում եմ քեզ, և երբեք քո հրամանները զանց չեմ արել։ Ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզզը նրա համար մորթեցիր»։ Հայրը նրան ասաց. «Որդյակ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։